Եվ այսպես մտնում ենք իմ նոր կաբինետը։ Այսպիսի տեսք ունի, շատ մեծ լուսավոր, հենց սրանք հեռացվելու են այս ամբողջը, а что стену не сделали. Եվ այսպիսի տեսարան ունե, մի խոսքով, այսպիսի սենյակ, իսկ լույսերը, և պետք է մտածեմ, որը որտեղ տնեմ, այն կողմը մեծ սպասասրահ է, և պետք է մտածել, ինչը որ դիրև ես կողմը տնեմ սեղանը, հաճախորդի աթոռը և իմ աթոռը, այս մասը լինելու է լվացարան և կամոդները վրան ստերիլիզատոր, մի խոսքով ուզի մոյկա, որ ամբողջը ջրին մոտիկ լինի։ Այս մասնեն երևի պիդիկյուրինը կլինի արդեն, ինձ թվում է։ Այդպես, հիմա դեռ այսքան ամբողջ մաքրելու է ամբողջովին և տեղափոխվելու ենք։ Բարի օր սիրելի հետևորդներ, ես ու ամուսինս այսօր լավ գործի ենք, ինչպես տեսակ, արդեն տեղափոխում եմ նոր կաբինետ, եկել ենք Լերուա, ինչ-որ ունենք պակաս պրատ գնելու, որպեսզի նոր կաբինետում նոր կահույք հավաքի ամուսինս։ Հիմա Լերուայում ենք, ընտրում ենք ինչա պետք, ես էլ այսպես շրջում եմ, ինչև ամուսինս գտնում է իրան ինչա պետք, ես էլ տեսնում եմ ինչ գեղեցիկ ու հետաքրքիր բաներ կա։ Ու այդպես, ընթացքում ցույց կտամ ոնց ենք հավաքում, ինչ ենք անում, այդտեղ շատ հետաքրքիր գեղեցիկ զարդեր կա, նայեմ միգուցե ինչ-որ մի բան վերցնեմ կաբինետի համար, ինչ գեղեցիկ շունիկներ են, այստեղ մինչև չդնենք կահույքը, չեմ կարա հասկանամ ինչա պետք, ու ինչ գեղեցիկ վազեր են, կոլբաներ են։ Այսպես, իմ ակվարիումն էլ է փոխելու, մեծը, բայց դե երևի ոչ այսօր։ Այսպիսի գեղեցիկ արհեստական ծաղիկներ կան նույնպես, բայց դե տեղափոխվեմ, ամբողջովին դնենք, կահույքը տեղավորենք, կհասկանամ էլ ինչա պետք, նոր կգնեմ, որովհետև այսպես պատկերացում չունեմ, այստեղ անուշոտեր են, պատվիրել եմ Վայլբերիսից։ Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներ, այդպես չեմ նկարել, ինձ թվում է այս վլոգում, չեմ հիշում արդեն իսկ արդեն նոր կաբինետում եմ, համարյա այսպես առաջիկա օրերի համար աշխատելու ամեն ինչ պատրաստ է, բայց դեռ պետք է ամբողջը ձևափոխվի, ամբողջը սեղանը հատկապես պետք է փոխվի, հին սեղանն ենք դեռ դրել, որովհետև երեք չափերը ճիշտ չենք վերցրել ու սխալ ենք գնել, դրա համար որոշեցինք հին սեղանը դնել, որից հետո ամուսինս երբ որ կմնա տանը կգնանք կփոխենք և մեզ ինչ որ պետք է դա կգնենք։ Մազերս ահավոր թրջվեցին, այնքան ուժեղ անձրև եկավ, այդ մի դուրս եկա, անձրև չկար ու մի անգամից այնպես անձրևեց, որ ամբողջովին թրջվեցի։ Արդեն աշխատել եմ այսօր առավոտյան, առաջին հաճախորդին այստեղ արդեն սպասարկել եմ, հիմա սպասում եմ, ունեմ ևս 4 հաճախորդ,
Ժամը 3-ն է, 3:30-ից մինչև երևի 8:30 երեկոյան կվերջացնեմ։ Կարելի ասել, այսպես հիմնական գործերն արել եմ, ամբողջը տեղավորել եմ, գելլակերը տեղավորել եմ, ճիշտ է դեռ ամբողջ իրաց տեղերում չի, կամոդները ամբողջը տարբեր տեղերա դրած, մինչև որ սեղանները դնենք նոր հիմնական տեղը կտեղավորեմ, ուղղակի այսպես դրել եմ, որպեսզի հեշտ լինի աշխատելը, հիմա կամերան կշրջեմ, ցույց կտամ, ինչը ոնց, բայց իմ համար շատ հաճելի է, այսպես տարածքը մեծ, լուսավոր ամենակարևորը, լուսամուտները բացվում են, այնտեղ իմ մոտ լուսամուտները չէր բացվում առաջին տեղում, իսկ այստեղ լուսամուտը բացվում է, կարող եք բացել ու թափողել, ինչը որ այս մեր գործում շատ կարևոր է, որովհետև ամբողջը քիմիական նյութեր են, չհաշված, որ փոշին բնականաբար, որ այնտեղ հիմա չգիտեմ լսվում է թե չէ երաժշտության ձայն, իմ կողքը պարային ստուդիա է ու մեկ-մեկ լինում է, որ երաժշտություն է լինում։ Իմ հեռուստացույցը չեմ կարող միացնել, որովհետև պուլտը դեռ չեմ գտել, բայց հույս ունենամ կգտնեմ, ինձ թվում է դեռ մնացել է հին կաբինետում, այնտեղ պետք է գնամ երևի 3 շաբթի ամսի 1 գնամ, ավելի լավ է վաղը կամ մյուս օրը հարմարացնեմ գնամ մաքրեմ, որովհետև ամսի 1-ից այնտեղ պետք է հանձնենք բանալիները, մնացել է ուղղակի ինձ մաքրեմ, ձկներս բերեմ, ձուկս այնտեղ մնացել ակվարիումը ու բանալին հանձնեմ այնտեղի, չնայած որ այս կաբինետը արդեն ահագին ժամանակ է, որ վերցրել եմ, կարելի ասել ամսվա սկզբից վերցրեցի ու նոր տեղափոխվել եմ արդեն ամսվա վերջը, բայց այնտեղ արդեն արենդը մուծած էր, ես էլ մուծեցի, ինչը որ հարմարացրեցինք, որ բոլորս տանը մնանք ու տեղափոխվենք։ Եվ սա էլ իմ կաբինետը, այդ մասը դեռ սեղանը, հին սեղանն ենք դրել, պետք է ավելի այսպես երկար սեղան լինի, կամոդներն ուղղակի դրել ենք, ուղղակի դնելու համար, այստեղ չի լինելու, կամոդներից մեկը այստեղ է լինելու, մեկը չգիտեմ, միգուցե եւ մեջտեղում մնա, կամ էլ գա այս սրա կողքը, իսկ այստեղ լվացարանը պետք է լինի, դեռ լվացարանն էլ չենք դրել, երեք ժամանակ էլ չմնաց, որպեսզի լվացարանը դնեինք երեկոյան։ Առայժմ այսպես այնտեղ հեռուստացույցն ենք կախել եւ մանիկյուրից որ նայես եւ պիդիկյուրի տեղից այստեղ պիդիկյուրին կրեսլոյի վրա եմ ես նստած ու այդպես դեռ այնտեղ կոֆեի ապարատն է առանց միացնել, այստեղ դեռ ջուր չունեմ, մնացել է հին կաբինետում, բայց ամենայն դեպս կարելի արդեն աշխատել, որովհետև գելլակերը ամբողջովին իրենց տեղեր ունեն, ամբողջը դասավորված է, ես գիտեմ ինչը որտեղ է գտնվում, այս ուլտրազվուկը պետք է գա այստեղ, ջրի կողքը, որովհետև բնականաբար ջրից պետք է հանես լվացես, չգիտեմ սուխաժարը կմնա այստեղ, թե կգնա այստեղ ամուսինս մի 2-3 հատ պոլկա կհավաքի, սուրճի ապարատը դեռ չգիտեմ, կոֆեի ապարատը դեռ չգիտեմ որտեղ դնելու, չեմ ուզում պատուհանին ոչ մի բան լինի, ընդհանրապես չեմ էլ դնելու, չեմ սիրում եմ երբ որ ազատ պատուհանագոքը, միգուցե ծաղիկ դնեմ, միգուցե եւ ոչ, այսպես մի հատ այս կողմնա սեղան լինելու իմ սեղանը, մի հատ էլ այս կողմիցա սեղան լինելու, դա Մարինայի համար միգուցե իրեն պետք է ու վերջ, այս մասը այդպես է լինելու, ամբողջովին հավաքված, այս սև տումբանից թվում է դուրս կգա այստեղից, պետք չի, առայժմ այսպես, շատ լուսավոր ու շատ հարմար է,
Բայց դե մի հատ ընդհանուր մաքրության ճիշտ է մաքրել եմ ինքը այսպես ամբողջովին, բայց մի հատ սենց խորացված մաքրություն է պետք, բայց այդ մաքրությունը թողելու եմ, երբ որ սեղանները դնենք, որովհետև էլի կտրելու ենք, էլի այդ ապլիկաները փոշին փայտի, ամբողջովին այստեղ լինելու է փոշի, դրա համար ուղղակի մաքրել եմ, որ մաքուր լինի, բայց այսպես խորացված տեղեր կա սալիկների վրա, որ ոնց որ ժանգոտած լինի։ Ինձ թվում է պետք է բերեմ ազիլիտ ինչ-որ նմանատիպ քիմիական նյութ փչեմ, որպեսզի մաքրեմ, որովհետև այդքան գեղեցիկ չի, հատկապես այս սպիտակների վրա այդպես դեղին հետքեր ինձ ներվայնացնում է։ Դրա համար դա իհարկե սեղանները կդնենք նոր, որ էլ գործ չունեն ամանելու։ Հիմա մեր մոտ անձրև է գալիս, ահա որ ուժեղ, չնայած որ առավոտյան շատ տաք եղանակ էր, հիմա ցրտոտ է։ Սպասում հաճախորդս գա այնքան այս անձրևոտ եղանակներին, ուզում ես մնալ տանը և հանգիստ, այսպես հանգիստ սուրճ վայելես կամ թեյ, բայց դե պետք է աշխատել։ Հա, ինձ թվում է ցույց չեմ տվել նոր պայուսակս, աչքս ընկավ, հիշեցի, որ ցույց չեմ տվել, այսպիսի պայուսակ եմ գնել։ Վաղուց էի նայում այս ձևին, ծրարի ինքը տեսքի է, այսպես բացվում է, ոյ, իմ մոտ հակառակն է ցույց տալիս, այսպես բացվում է ինքը, ներսը մի հատ ամբողջական այսպես գրպանիկ է ու փոքր այստեղ փոքր ցեփով գրպանիկ է։ Եվ այսպես է փակվում է, ձեռքմից վերջինքը փակվում է, այսպեսի, ինձ դուր է գալիս, չգիտեմ, գրեք տեսնեմ հավանում եք, թե չէ, պատվիրել եմ Wildberries-ից, ինչպես միշտ ես Wildberries-ի հավատարիմ հաճախորդ եմ, եթե ինչ-որ մեկիդ պետք կգա, արտիկուլի կթողնեմ։ Այնպես որ, եթե հետաքրքիր է, գրեք։ Բարի օր իմ շատ սիրելի հետևորդներ, շարունակում եմ վլոգը աշխատանքայինը, ոնց տեղափոխվել եմ, առանց հանգստի դեռ աշխատում եմ, այսօր էլ եմ աշխատում, այսօր 28-ն է, եթե չեմ սխալվում, վաղն էլ եմ աշխատում, մյուսօրն էլ եմ աշխատում, մի խոսքով ոնց տեղափոխվել եմ, այսպես առանց հանգստի աշխատում եմ, բայց դեռ անելիքներ ունեմ, կաբինետում նոր ահագին գործեր կա, պետք է իհարկե ամուսինս մնատոնը, որ կարողանանք անել, և հին կաբինետում գործեր ունեմ, պետք է գնամ մաքրեմ, այդպես ժամանակ չեմ ունենում, բայց մինչև ամսի 30-ը պետք է անեմ, որպեսզի ամսի մեկին բանալիները հանձնենք, այդպես այսօր նույնպես ամառային աշխատանքային օրերը շատ ծանրաբեռնված են, որովհետև մանիկյուր, պիդիկյուր է հիմնականում լինում ու շատ դժվար է լինում, երբ որ շատ պիդիկյուր ես ունենում, աշխատանքային օրվա վերջում էլքիչկդ չի աշխատում։ Մի տանն եմ, ուզեցի ցույց տամ նոր ծաղիկս, Լերոյից նորը վերցրեցինք, երբ որ գնացել ենք սալոնի համար առևտուր անելու, հենց տեսա չկարողացա ինձ զսպել և գնեցինք այս գեղեցկուհի ֆիկուսին, որի շատ գեղեցիկ է, շատ փարթամներ իրանք, շատ շուտվանից է ուզում գնել, բայց այսպես քանի որ այդքան էլ ինքը մատչելի չի ու անընդհատ այսպես համ նայում էի, համ ուզում էի, համ էլ չէի գնում, բայց այս անգամ այսպես որոշեցի, ոնց որոշեցի, ամուսինս գնեց, դրա համար որոշեցի, շատ գեղեցիկ է, հույս ունենամ, ինքը կաճի, չի փչանա, իր ծաղկամանը փոխելու է, դեռ ինքը այդ տրանսպիրտիրովիչնի գրունտի մեջ է, պատվիրել եմ այս սրանից, չգիտեմ սրա չափն եմ պատվիրել, թե մի փոքր միգուցե մեծ կգա, հողնել եմ պատվիրել, կփոխենք և երևի թե այստեղ կմնա, ճիշտ է, այս դուռը չեմ կարող բացեմ, փակեմ անդադ քաշում եմ այս կողմին կողմ, որովհետև ես իմ ամբողջ սպասքը օգտագործում եմ ամեն օր կարելի ասել, բայց դե մի բան կմտածեմ, այն կողմը չեմ կարող դնել, սեղանն է փոքր, մի խոսքով,
Ճիշտ է, չեմ սիրում, երբ որ վարագույրի դեմը ծաղիկներ է դրված լինում կամ փակ է լինում, բայց դա տեղ չունեմ դնելու ծաղիկներս։ Մի մասը պատի վրա է, ովքեր վաղուց գիտեն նայում են, պատի վրա է, այս Monster ասել է շատ լավ մեծացել։ Եվ արդեն սկսել է տերևները կտրտված, այսպես ճեղքերով աճել։ Իր հետ ձևը այսպես է պետք է կտրտված լինի, բայց երբ որ փոքր է բույսը լինում, տերևները կտրտված չեն լինում։ Նոր սկսել է կտրտված տերևներով աճել։ Այն էլ երկու հատ դրացենաներն է, պալմաները։ Այն մեկը ճյուղան ներքևից նույնպես տվել։ Եվ այն փաթաթվող լիանը նույնպես լավ մեծացել, երկարացել է այսպես։ Սա ծաղիկներ է, սա այստեղ ինչ ունեմ, այստեղ ունեմ ֆիկուս լիրատա, որը նույնպես լավ այսպես ինքը ամբողջովին տերևներով էր, ձմեռը լուսամուտը բաց եմ թողել եւ ինքը ցրտահարվել էր, բայց լավ էր, փառք Աստծո, կարողացա փրկեմ, հիմա նորից ճյուղ է տվել եւ լավ փարթամացել է, իսկ գլխի կտրածը այսը դրեցի արմատ տվեց եւ նորից տնկեցի։ Ինքը շատ շուտ աճող բույս է եւ շատ գեղեցիկ է։ Այս բույսն էլ է շատ գեղեցիկ, իրան փրկել եմ, ուղղակի իջեցրել դրել էին մեր պատեզդում, համարյա չորացած ամբողջովին։ Իրան վերցրեցի, մշակեցի եւ սկսել է շատ լավ աճել։ Անունը ճիշտ է չգիտեմ, ինքը լավ տերևներ է տալիս։ Ընդհանրապես տերևներ չկար, եթե տեսնեք, այսպիսի չորացած ճյուղեր էր։ Եվ լավ սկսել է աճել, իսկ այլ դոլարի ծառն է, ոնց են ասում չեմ հիշում, ինքն էլ շատ լավ աճում է, այսպես պետք է ինքը լրիվ հաստ, այսպես լավ, երբ որ ինքը լավ աճում է, այսպես հաստ ցողուններ է ունենում գեղեցիկ, և այդպես էլ ծաղիկներս, հիմա մնում է այս իմ ֆիկուսը, տեղափոխելուց հետո աճի, որովհետև ինքը նոր տերևներ ունի երկուսում էլ։ Շատ գեղեցիկ փարթամ ծաղիկ է, ինքը շատ հեշտ պահվող ծաղիկ է, ինտերնետով նայել եմ։ Ինտերնետով նայեցի, ինքը շատ հեշտ պահվող ծաղիկ է, կարելի ասել մենակ իրան ջրել է հարկավոր եւ լավ հող, որ պետք է հիմա տեղափոխեմ։ Իհարկե արդեն պատվիրել եմ, ֆիկուսի համար եմ հող պատվիրել, միանգամից արդեն պատրաստի։ Այսօր առավոտից տանն է, բայց աշխատում եմ։ Այսօր ամսի 30-ն է, եթե չեմ սխալվում։ Այսօր ժամի 5-ից եմ աշխատում։ Մի փոքր մնացի տունը հանգստացա։ Ոչ մի բան կարելի ասել չեմ արել, այսօր Մարիշկասա շատ օգնել, համարյա ամբողջովին այդպիսի մանր-մունր գործերն ինքն արել։ Հիմա մի հատ սուրճ եմ դրել վայել եմ և պատրաստում գնամ աշխատանքի։ Այսօր մի հատ, երկու հատ մանիկյուր ունեմ, մի հատ պիդիկյուր։ Ու վերջ, այդքան է այսօր, էլ չգիտեմ, այս վլոգում էլ իշխ միացնեմ, ինձ թվում է արդեն ընթացքում ցույց կտամ ոնց եմ ձևափոխել կաբինետս, բայց արդեն իսկ շատ հարմար աշխատելը, շատ ինձ դուր է գալիս, ճիշտ է դեռ շատ բաներ կա, որ պետք է ավելացվի, որպեսզի ավելի կոմֆորտնի լինի, բայց արդեն իսկ ինձ դուր է գալիս, այնպես որ մի վախեցեք փոփոխություններ անելուց, ճիշտ է դժվար է լինում փոփոխությունները և ֆինանսապես և ֆիզիկապես, բայց պետք է միշտ առաջ գնալ, որովհետև նույն տեղում մնալը հոգնեցնում է և ոչ մի նոր բանի չի բերում, եթե ունեք նպատակներ, ցանկություններ, ապա պետք է առաջ շարժվել և երբեք տեղում չմնալ։ Դե ինչ երևի այսօր վերջացնենք վլոգս և սկսենք նորը նկարել, քանի որ ընկել եմ հունի մեջ նկարում եմ, ճիշտ է լինում է, որ շաբաթը մեկ եմ տեղադրում կամ 5 օրը մեկ, բայց ամենայն դեպս արդեն իսկ առաջընթացա, որ տեղադրում եմ, դրա համար հույս ունենանք ավելի հետաքրքիր վլոգներ կհանդիպենք, վլոգներում կհանդիպենք, ավելի հետաքրքիր իրադարձություններ միգուցե լինեն, ես էլ ձեզ կներկայացնեմ։
Դե ինչ հաջողություն, ինչ նոր հետաքրքիր հանդիպումներ։